Ընդդիմադիր ուժերից մեկը պարոն վարչապետ հայտարարում է, որ աղքատության այս պայմաններում 21% աղքատություն, վարչապետը ոչ միայն պետք է պարգևավճար չստանա, այլև 1 դրամ աշխատավարձ ստանա, եւ որոշ նախարարներ ասում են, որ իրենց իշխանության գալուց հետո մասնավոր միջոցներով կաջակցեն։ Հիմա նախ ինչու դուք 1 դրամով չեք աշխատում որպես վարչապետ եւ ընդհանրապես կառավարման այս կոնցեպտին դուք ինչպես եք վերաբերվում։ Նախ գիտեք, երբ որ ես 1 դրամով որպես վարչապետ աշխատեմ, երբ որ դուք հարցազրույցի ժամանակ հարցնեք, այս կոստյումը ձեզ որտե՞ղ է, ես ինչ եմ պատասխանելու։ Ասեք, ձեզ աջակցել են մասնավոր միջոցները։ Դա կոռուպցիա է։ Դա հենց կոռուպցիա է, բա կոռուպցիան ինչի մասին։ Կամ ընդհանրապես որ ասեք, բա ո՞նց եք սնվում եք, դուք ո՞նց եք ապրում։ Եվ այլն եւ այդպես շարունակ, բայց ինչ եմ պատասխանելու այդ հարցին։ Պարգևավճարների մասով ես երկար տարիներ ընդհանրապես պարգևավճար չեմ ստացել, բայց խոսքը ուրիշ բան մասին է, ինստիտուտի եւ համակարգ ստեղծելու եւ կայացնելու մասին է։ Եվ աղքատության պայմաններում իմիջայլոց ուզում եմ նաեւ հետեւյալը ընդգծել, ինչ որ դուք ասում եք, դա պետության զավթման սցենար է։ Երբ որ պետությունը վերցնել եւ դնել մի կամ մի քանի մարդկանց գրպանում, եւ դա հենց օլիգարխիան է։ Հենց օլիգարխիան Հայաստանում երկար տարիներ եղել են պատգամավորներին, պաշտոնյաներին, ընդհանուր նախարարներին ծրարով ամեն ամիս գումար տալու ավանդույթ։ Եվ դա արձանագրված է քրեական գործերով, ընդ որում այդ քրեական գործերն ցուցմունքների վրա չեն հիմնված։ Խուզարկություններով ես գիտեմ դատարաններում գործեր կան արդեն, որ համակարգիչներ են արգրավել, որտեղ ցուցակը երևում է, թե ամեն ամիս ում ինչքան գումար են տվել, եւ այդ նույն անձինք են, սա այդ կոռուպցիոն համակարգի նկատմամբ նոստալգիան է, բայց ուրիշ խնդիր կա։ Աղքատության հետ կապված խնդիրները լուծում ինչ է դա կապված է կառավարության եւ իշխանության մարմինների պրոֆեսիոնալ աշխատանքի հետ, արդյունավետ աշխատանքի հետ։ Մենք դնում ենք խնդիր, որ պետական պաշտոնյան պետքա գեր կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա։ Ընդ որում հազար ներողություն եմ խնդրում, այդ գեր կենտրոնացվածությունից իրենց պետք է չկարողանան շեղել այդ թվում կոռուպցիոն հակում ունեցող տարբեր ուժերը եւ հազար ներողություն էս էլ կարող է եւ ընտանիքի անդամներն էլ պետք է չկարողանան պաշտոնյային շեղել իրենց գեր կենտրոնացած աշխատանքով սկսած նրանից, որ երեխու կոշիկի հարցը, ուսման վարձի հարցը, չգիտեմ, դպրոց գնալու եւ հետ գալու հարցը, ել չեմ ասում տուն գալիս հաց կբերես եւ այլն։ Հայտնի ժանրերը եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում պետքա զրոյացնենք կոռուպցիան։ Մենք երկար տարիներ աշխատում ենք եւ արձանագրում ենք, որ այո, մենք այդ թվում միջազգային վարկանիշներով մենք ահագին առաջընթաց ունենք կոռուպցիայի դեմ պայքարում, բայց մենք չենք կարողացել զրոյացնել կոռուպցիան։ Եվ որոնք են պատճառները։ Պատճառները այդ թվում այն միջավայրն է, որը փոփոխություն չի կրել եւ այս որոշումները առաջին հերթին քաղաքացիների համար է։ Տեսեք, մենք առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել։ Այսօր հարյուրավոր թոշակառուներ միլիոնավոր դրամների ծառայություններ են ստանում, այդ ծառայությունները չստանալու դեպքում նրանք հազար ներողություն, բայց նրանց մի մասը հաստատ չէր ապրի։ Եվ այդ պետական կառավարման համակարգի 24 ժամ աշխատանքի շնորհիվ է այդ արդյունքը արձանագրել։ Ես հիշում եմ, երբ որ ես սեպտեմբերին էր, թե օգոստոսին էր կամ նույնիսկ հոկտեմբերին էր, ես խնդիր դրեցի, ասի բացառում եմ, չգաք ասեք էլի հետաձգեք։ Գնացեք 24 ժամ աշխատեք եւ համակարգը ներդրեք։ Այսօր համակարգը ներդրված է, բայց այդտեղ կա նաեւ բարոյական խնդիր, չէ՞։ Ես մարդուն ասում եմ, գիտեք, 24 ժամ աշխատի, այսինքն տուն մի գնա, ընտանիքի խնդիրներով մի լուծի, քո անձնական խնդիրներով մի զբաղվի, գնա աշխատի։ Հետո ասեմ, էս էլ քո մի դրամը, անհամատեղելիություն կա, որովհետև էլի եմ ասում, այդ ձեր ասած մի դրամները պետությունը արժեզրկելու մասին է եւ պետությունը